Պատվարժան դատարան, մինչև մեր կողմից կներկայացվի պաշտպանության կողմյան, նախընտրելի ապացույցները, նաև լրացուցիչ ապացույցներ, որոնք գործով չեն ներկայացված եղել նախաքննության ընթացքում էլ, դեռևս ամբողջությամբ մեղադրանքի կողմից չեն ներկայացվել ապացույցները այն տրամաբանությամբ, ինչ պահանջում է քրեական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, նկատի ունենալով, որ սեփական կամահայտնությամբ այդ խնդիրները չապահովվեցին, առանձին ապացույցների վերաբերյալ ես հարցեր ունեմ, որոնք անհրաժեշտ է հնչեցնել և ստանալ դրանց պատասխանները։ Մասնավորապես խոսքը վերաբերում է 2024 թվականի նոյեմբերի 28-ին ժամը 19:50-ին ըստ վարույթ իրականացնող մարմնի հայտնած տվյալների, ինչի եմ ասում ըստ վարույթն իրականացնողի, որտեղ բազմիցս նշվել է, որ անձանց պիտանի որևէ նույնականացում չի կատարվել, բայց այն անուններն եմ նշում, որը նաև քննիչն է նշել և դատախազը հաստատել մեղադրական եզրակացության մեջ։ Վազգեն Գալստանյան, Կարեն Բեկարյան, Մետաքսե Հակոբյան, Լիդիա Մանթաշյան, Անժելա Տիգրան, մի խումբ կանայք և տղամարդիկ, այս խոսակցության արձանագրությունն է, սրա վերաբերյալ հանրային մեղադրողները նշեցին, որ սրանով հաստատվում է, եթե ճիշտ ձևակերպեմ, իշխանությունը սահմանադրությամբ չնախատեսված եղանակով զավթելու հանցակազմ, նաև մեղադրանքների առաջադրված ահաբեկչության նախապատրաստություն։ Հիմա կոնկրետ այս ապացույցի մասով ուզում եի հասկանալ այստեղ նշված Տիգրանը նկատի ունենում մեր գործում առկա երկու Տիգրաններից մեկին թե այլ Տիգրան է, որտեղ մեղադրյալ կա Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան և նաև արդյոք այս ապացույցը ապացուցելու է իմ վստահորդներ Արմեն Ալեքսանյանի, Հրայր Հակոբյանի, Արսեն Ղազարյանի որևէ առնչակցությունը վարույթին։ Այստեղ նշված դետալների մեջ չեմ խորանում կոնկրետ բովանդակություն, որպեսզի հետազոտում չդառնա, որտեղ նշված է Լիդիա Մանթաշյան, Վազգեն Գալստանյան։ Բայց մյուս վստահորդների մասով ուզում եմ այս ճշտող հարցը տալ։ Արդյոք այս ապացույցով որևէ կերպ հաստատվում է իրենց կողմից որևէ հակաիրավական արարքի օբյեկտիվ կողմի որևէ հատկանիշ։ Եվ որպեսզի գուցե հնարավորություն տանք արձագանքը լինի, որպեսզի չխառնվի հարգարժան դատարան, որտեղ տարբեր ապացույցների մասով հարցերը շատ են, որտեղ սենց որ թվարկեմ կարող արդեն թելը կտրվի։ Դրումները բարձրացնել վերջում կարձագանք են բարձր։ Հաջորդը վերաբերվում է 2024 թվականի դեկտեմբերի 24-ին նշված են Վազգեն Գալստանյան, Իգոր Սարգսյան և մի տղամարդ։ Դեկտեմբերի 24-ի ուրեմն օրվա գաղտնալսումն է, որը երևի թե հուլիսի 1-ին 2025 թվականի քննիչի արձանագրությունով է սահմանված, ենթադրում սա տրամաբանական հաջորդականությամբ է նշված այս ամսաթվերը, դրա համար ասում եմ հուլիսի 21։ Նշված օրը էլի նշված է 3 անձի տվյալներ, ուզում եմ հասկանամ և ընդհանուր առմամբ երբ որ ներկայացնում եմ 5 վստահորդներին նույն հարցադրումը վերաբերում է ըստ էության մեղադրյալներից յուրաքանչյուրին, արդյոք այս ապացույցը պարունակում է հանցակազմի որևէ հատկանիշ բնութագրող տվյալ, դիտավորություն, մեղավորություն, որևէ արարքի կատարում, նախապատրաստություն քննարկում, որը վերաբերում է բոլոր այն անձանց, ում անունները նշված չի այս արձանագրության մեջ։ Այս պարագայում էլի նշեմ Հրայր Հակոբյան, Արմեն Ալեքսանյան, Արսեն Ղազարյան, Լիդիա Մանթաշյան, այս պարագայում էլի նշված չի անունը։ Նաև ինչի եմ այս հարցադրումը կատարում կոնկրետ ահաբեկչության և իշխանության զարգացման հանցակազմի տարբերակով, որտեղ նախորդ դատական նիստերին թվարկված բոլոր ապացույցների վերջում հանրային մեղադրողը ասում էր իշխանությունը սահմանադրությամբ չնախատեսված եղանակով
զարթելու հանգամանքներ եւ շեշտադրում էր կատարում նաեւ հավաքներ կազմակերպելու խմբեր ձևավորելու հետ, որը ինքնին առանձին վերցրած հանցանք չի կարող համարվել հավաքներ կազմակերպել եւ խմբեր ձևավորելը եւ խնդրում ենք ոչ թե ուղղակի հայտարարություն կատարել, որ այս ապացույցը վերաբերում է, այլ հատկապես որ հանգամանքին է վերաբերում, որը նախատեսում է ինչպես քրեական դատավարության օրենսգրքի 319 հոդվածով, այնպես էլ քրեական օրենսգրքի կոնկրետ արարքները սահմանվող հանցագազմերի տարերը։ Հաջորդը վերաբերում է հունվարի 2-ի ձայնագրությանը, որը հետից թվարույթ իրականացնողի կատարվել է Վազգեն Գալստանյան եւ Հովանես Ավետիսյան անձանց միջև խոսակցություն, այս այդ հայտնի գյուլելու մասին խոսակցությունն է, ընդհանրապես ինչ հանգամանք է հաստատում այս ապացույցը եւ ումա վերաբերում եւ նաեւ առաջ անցնելով հաջորդիվ որտեղ այս շարքը անցնելուց հետո մի հատ ուրիշ անվանությամբ եմ հարցեր հնչեցնելու, բայց առաջ անցնելով ասեմ եթե այս ապացույցը ինքնին որևէ այլ անձի չի վերաբերում, արդյոք քրեական վարույթի նյութերում եւ ձեզ ներկայացված ապացույցներից որևէ մեկը օրինակ կարող է կապ տալ, որ օրինակ Արմեն Ալեքսանյանը իմացել է այս խոսակցության բովանդակության մասին, ել չասեմ համաձայն է եղել, ցանկացել է, աջակցել է եւ այլն։ Զուտ իմացել է այս խոսակցության արկայության մասին։ Նույնը վերաբերում է Լիդիա Մանթաշյանին էլի, իմ բոլոր վստահորդներին։ Հաջորդը վերաբերում է հունվարի 7-ին ժամը 21:43-ից նշված Վազգեն Գալստանյան, Գառնիկ Դանիելյան, Մովսես Շարբացյան, Հրայր Հակոբյան։ Ընդհանուր թվյարկում նաև Մովսեսին էլ է մեզ նիստով ներկայացնում, նաև Մովսեսի մասով էլ է հարցերս ուղղելու։ Էլի կոնկրետ խնդրում եմ հստակեցնել այսօրվա խոսակցությունը ինչ հանգամանքով է, ինչ կտորով է հաստատում հանցակազմի որևէ արկայություն, էլի հանրության համար էլ ասենք, հանցակազմի որևէ հատկանիշը նշանակում է, որ կամ այս անձին որևէ գործողություն են կատարել, պետք է այդ գործողությունը նկարագրվի, կամ որևէ քննարկում են ունեցել ապօրինի բան պլանավորելու հարցի շուրջ, կամ այս խոսակցության բովանդակությունից պետք է վերհանվի իրենց դիտավորությունը կատարելու ինչ-որ հանցավոր գործողություն։ Էլի կխնդրեմ կոնկրետ այս ապացույցի մասով նշել, թե որ անձի մասով, ինչպիսի այդպիսի տվյալ է բացահայտվում այս ապացույցով։ Հաջորդը վերաբերում է 2025 թվականի հունվարի 10-ին, ժամը 15:08-ին, խոսակցությունը տեղի ունենում Ոմն Արմենի, Մովսես Շարբեցյանի, Արմեն Ալեքսանյանի եւ մի տղամարդու հետ։ Էլի խնդրեմ մանրամասնել այս ապացույցը վերաբերում է այս չթվարկված, թվարկված անուններից բացի այլ որևէ անձի, ով մեղադրյալի կարգավիճակ ունի եւ ինչ հանգամանք է հաստատում այս ապացույցը։ Էլի նշեմ, որ ընդհանուր խմբի կազմում կատարված որևէ պլանավորում բան, դա պատշաճ պարզաբանում չի, որովհետև պետք է կոնկրետ գործողություն մատնանշվի, որպեսզի հետագայում, երբ որ այս ապացույցը ուսումնասիրելու լինենք, հանրությունը հասկանա, թե այս ապացույցը ինչի ենք ընդհանրապես ուսումնասիրում եւ դրա բովանդակության որ կողմերը անդրադառնան, որտեղ եթե մենք ունենանք անորոշություն, արդյոք այս ապացույցը օրինակ մեղքն է հիմնավորում թե գործողության կատարումը, մենք ստիպված չլինենք դատական նիստերը ծանրաբեռնել բոլոր հնարավոր բացերը լրացնելով ենթադրությունների վրա, որ անակնկալ չլինի մեր համար վերջում, օրինակ մենք պատկերացնենք, որ սա ընդամենը օբյեկտիվ կողմի նկարագիր է, հետագայում եզրափակիչ ելույթների ընթացքում հանրային մեղադրողները դա ներկայացնեն որպես օրինակ մեղք հաստատող հանգամանք եւ դատարանի համար էլ համապատասխանաբար կանխատեսելի լինի, ընթացքը մենք ստիպված չլինենք ամեն նման հայտարարությունից հետո վերադառնալ եւ նորից ապացույց հետազոտել, նորից գործով դիրքորոշումներ հայտնել ապացույցների մասին։
Հունվարի 27-ի ձայնագրության մասով էլի հանրային մեղադրողները չեն հստակեցրել նշված հանգամանքները ժամը 11:29-ին Ազգին Գալստանյանի բնակության հասցեում զրուցել են Մովսես Շարբացյանը, Իգոր Սարգսյանը եւ մի տղամարդ։ Էլի նույն հարցադրումը, ինչքանով է վերաբերում մնացած բոլոր մեղադրյալներին եւ հանցակազմի առանձին վերցրած ահաբեկչության հանցակազմի կամ առանձին վերցրած իշխանության յուրացման հանցակազմի ինչ տարա հաստատում։ 2025 թվականի հունվարի 31-ին ժամը 21:46-ին Վազգեն Գալստանյանի բնակության վայրում զրուցել են վերջինս Արտուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը, Հրայր Նազարյանը։ Ինչ։ Անիրս։ Ահա։ 25 թվականի հունվարի 31-ի ձայնագրությունն է, զննության արձանագրությունը, այսպես չեմ կարող ասեմ որևանն է։ 25 թվականի փետրվարի 18-ին ժամը 18:34-ի սկսած ձայնագրությունը զրուցել են Վազգեն Գալստանյան, Մովսես Շարբացյան, Իգոր Սարգսյան եւ 3 տղամարդ Ոմն Եգոր, Հակոբ, Սամվել։ Հիմա էլի նույն հարցադրումները, ինչքանով է սա վերաբերում այլ մասնակիցների ես չեմ գործողությունը կատարողները գերած կա, բայց պատվարժան դատարան, էլի նույն հարցադրումները թվարկված անուններից բացի մյուս մեղադրյալներին այս ապացույցը վերաբերում է, թե ոչ, թվարկված անուններով մեղադրյալներին ինչ չափով է վերաբերում, այսինքն ինչ հանգամանք է հաստատում հանցակազմի տարերից, եւ եթե վերաբերում այլ մեղադրյալներին ինչ կերպ է վերաբերում, եւ եթե օրինակ ընդունենք, որ կարող է վերաբերումը համակցության մեջ այլ ապացույցով, նաեւ հասկանանք քրեական գործի որ հատորում եւ որ էջում է այն ապացույցը, որով հաստատում է օրինակ Լիզա Մանթաշյանը տեղյակ է այս խոսակցության բովանդակության մասին, համաձայն է դրա հետ կամ ինչ որտեղ օգնում է քննարկումների իրականացմանը։ Փետրվարի 17-ին ժամը 22:20-ին Վազգեն Գալստանյանի բնակության հասցեում Գալստանյան, Իգոր Սարգսյան, Հայկ Շահնազարյան, Տիգրան Թոփալյան եւ Արմեն։ Հիմա այս պարագայում էլի հասկանալի չի Արմեն անունով նկատի ունեն գործով մեղադրյալ Արմենին, թե այլ Արմենի մասին է խոսքը եւ ինչ կերպ է վերաբերվում սա ուրեմն դատավարության մյուս մասնակիցներին եւ ինչ հանգամանքներ է հաստատում կոնկրետ ահաբեկչության հանցակազմի տեսանկյունից եւ իշխանությունը յուրացնելու հանցակազմից։ Այս ապացույցի մասով օրինակ մի տող ընդամենը բանանը, օրինակ Խանջանում թունելների մեջ ծուղ գցել, ասենց հայտարարություն կա, որը ինչ որ բովանդակության մեջ կարող է ինչ որ իրավախախտման տալ պարունակի, բայց մենք չպետք է նայենք առհասարակ կա ինչ որ նեգատիվ քննարկում կամ իրավախախտման հանգամանք, այլ մենք կոնկրետ պետք է նայենք առաջադրված մեղադրանքին համապատասխանող տվյալներ կան, թե ոչ։ Օրինակ մարդիկ, ովքեր որ պլանավորում են փողոց փակել, կարող է ինչ որ վարչական իրավախախտում են կատարում, բայց դա ամենևին չի նշանակում, որ ահաբեկչության կամ իշխանությունը յուրացնելու ծանրագույն, այդ արարքների հանցակազմերի տարածք է հանդիսանում։ Եվ ելի խնդրում ենք, որպեսզի ուղղակիորեն կապը տրվի այդ հանցակազմի տարերի հետ։ Հետո նաև նշեմ ներկայացնելուց հանրային մեղադրողները այս ապացույցները երբ որ ներկայացնում էին, խոսում էին, որ այսինչ բան է քննարկվում։ Մինչդեռ շատ պետք է հստակ տարբերակենք, քննարկվում է թե պլանավորվում։ Որտեղ օրինակ այս ապացույցը որ թվարկեցի, այստեղ քննարկվում է Փարիզի կենտրոնում գոմախով ցույցեր կազմակերպելու մասին։ Բնականաբար մարդիկ քննարկում են ինչ որ օրինակ, որովհետև ցուցարարները Փարիզի կենտրոնում այդ գործողությունը կատարել են, բայց եթե մենք այդ նույն տեխնիկան օգտագործենք, ոնց հանրային մեղադրողներն են օգտագործում, կասենք այո, այս մարդիկ քննարկում են նաև Փարիզի կենտրոնում ինչ որ գործողություններ կատարելու հանգամանքը, եւ այդ բնականաբար այդ գործողությունները իրենց վերագրելի չեն։ Դրա համար, երբ որ
շատ տարբեր բաներ մարդիկ քննարկում են այս խոսակցությունների ընթացքում, պետք է հստակ լինի, որն է առհասարակ քննարկում, որն է իրավախախտման վերաբերյալ քննարկում եւ որն է կոնկրետ հանցակազմի ահաբեկչության եւ իշխանության յուրացնելու վերաբերյալ քննարկում։ Նախապես ասեմ, որ վերջի երկուսի վերաբերյալ ես ամենայն դեպս որևէ քննարկում այս նյութերում չեմ տեսել։ «2025 թվականի փետրվարի 25-ին ժամը 02:33-ին Ազգային Գալստանյանի բնակության վայրում զրուցում են Արտուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Հայկ Շահնազարյանը։ Էլի կբովանդակությունը շատ բան չանեմ, անձանց տվյալներ, թվեր, պլանավորումներ, ինչ-որ sense բաներ հավաքների կազմակերպելու եւ ինչքանով է սա վերաբերում դատավարության մյուս մասնակիցներին, որ ապացույցով է հաստատվում, որ վերջիններս տեղյակ են եղել այս նույնիսկ խաղաղ բնույթի քննարկումների մասին, օրինակ արդյոք Լիդիա Մանթաշյանը տեղյակ է եղել, որ չգիտեմ, ինչ-որ մարզից 50 հոգի մարդ պետք է գա հավաքին մասնակցի, թե ոչ։ Եվ ինչքանով է դա վերաբերելի նշված հանցակազմերին։ Եվ 2025 թվականի մարտի 3-ին ժամը 23:18-ին Ազգային Գալստանյանի բնակության հասցեում Դավիթ Գալստյան, Իգոր Սարգսյան, երկու տղամարդ, որոնց միջև ժամը օրինակ այս բանով ես էլ բարձրաբանման կարիք ունի, մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած այս պնդումը, մարտի 3-ին ժամը 23:18-ին հանդիպել են այս մարդիկ, որոնց միջև ձայնագրության ժամով 19:01 րոպեից տեղի ունենում խոսակցություն։ Հարցս հանում եմ, այստեղ մի քիչ տեխնիկան խառնել եմ ձևակերպումներով։ Էլի ինչ կապ ունի ապացույցը օրինակ այս նույն ապացույցի մեջ հիմա մկեցված հատված կա, պարտադիր կրակել, մրակել, խփեք։ Վատ բան է թվում, բայց որ նախադասության կոնտեքստը նայում ես, վերաբերում է նրան, որ կողքից ինչ-որ մարդ եկել է, ասում է ինչի sense բան չեք արել։ Որ մարդուն պատասխանում են, որ բնականաբար տենց բան չի լինելու։ Հիմա արդյոք այս արտահայտությունը մեղադրանքի կողմը դիտարկում է որպես մեղադրանքի ապացույց եւ ինչ հանգամանք է հաստատում եւ քննարկմանը մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցների։ Շատ կարևոր է պատվարժան դատահանգեցել, որ այս գործի այս ապացույցներից առանձին հատվածներ մինչ այս արտահանվել են, տարբեր հաղորդագրություններով քննչական կոմիտեի, նաև Արտուր Սարգսյանի ազգային ժողովի միջնորդագրի մեջ եւ հատվածաբար ներկայացվել են հանրությանը եւ ընտրվել են այն հատվածները, որտեղ առանձին բառերը արտահայտություններ իրենց բնույթով նեգատիվ են, բայց երբ որ այդ արտահայտությունները դիտում ենք կոնտեքստում, դրանք չեն պարունակում որևէ տար, որը կզուգահեռի ահաբեկչության հանցակազմի կամ իշխանությունը յուրացնելու հանցակազմի հետ եւ այս բանը մեր համար կարեւոր է հասկանալ արդյոք մեղադրանքի կողմը հենց դիտարկում է այս ապացույցները այդ կոնտեքստում, որ երբ որ հետազոտման ժամանակը գա, տեսնենք, որ իրենք այդ կոնտեքստը չեն կարող վերհանեն եւ օրինակ է, եթե մեղադրողը պնդում է, որ այս ապացույցը օբյեկտիվ կողմի հետեւյալ հատկանիշն է պարունակում, բնականաբար այս փուլում վեճի առարկա դա չի դառնալու։ Բայց գոնե կիմանանք, որ իր դիրքորոշումը այն է, որ այս ապացույցը հետազոտելուց հենց դա պետք է ապացուցենք, որ եթե չապացուցվի, արդեն բնականաբար հանրությունն էլ կտեսնի, որ մեղադրողը նախնական դատալսումների ընթացքում ասեց, որ այս ապացույցը այս հանգամանքն է հաստատելու, բայց երբ որ եկանք այդ ապացույցը կարդացինք, տեսանք այնտեղ այդպիսի բան գրած չի։ թվականի մարտի 5-ին ժամը 02:00-ին Բագրատ Գալստանյան, Արտուր Սարգսյան, Միհատել Սարգսյան, անհասկանալի է թե Սարգսյանն ով է երկրորդ, Տիգրան Թոփալյան, Հայկ Շահնազարյան, Մովսես Շարբաթյան։ Դու երկու կողմից ես խոսել։ Էլի ինչ կապ ունի նշված ապացույցը ահաբեկչություն եւ
իշխանության յուրացում հանցակազմերի հետ եւ ինչ կապ ունի մնացած դատավարության մասնակիցների հետ։ Ընդ որում ասեմ, եթե հանրային մեղադրողը դիրքորոշում հայտնելու, որ ընդամենը խմբի կազմ ենք սրանով քննարկում եւ այս ապացույցները որևէ այլ հատկանիշով չեն վերաբերում այլ մեղադրյալների, դա նույնպես պատասխանա, բայց կիմանանք, որ այս ապացույցները չեն կարող այլ իմաստով հետագայում օգտագործվել։ 25 թվականի մարտի 5-ին ժամը 14:38-ին Վազգեն Գալստանյան, Մովսես Շարբացյան, Իգոր Սարգսյան։ Գալստանյան եւ Իգոր Սարգսյանը խաղում են շախմատ։ Էլի բովանդակությունը չքննարկելով թվեր են, պլանավորումը, հավաքներ եւ այլն ինչ կապ ունի հանցակազմերի եւ դատավարության մյուս մասնակիցների հետ կամ կա արդյոք որևէ այլ ապացույց, որը փաստում է, որ մնացած մեղադրյալները իմացել են այս խոսակցության մասին։ Ինչ երկու եք խոսում։ Սանիկ թվականի մարտի 5 այս աչքից երկու անգամ ագնաց ժամը 02:00 ժամեր ամեն դեպքում Բաղրատ Գալստանյան, Արթուր Սարգսյան, ստեղ էլ նույն ապացույցն է երկու անգամ գրված։ Ընդ որում պատվարժան դատային, որ հերթը գամ ենք մեր ապացույցները ներկայացնելու, կտեսնենք, որ ոչ միայն տեխնիկական բնույթի այսպիսի վրիպակներ կան, որ նույն ապացույցը երկու անգամ է դրված, այլև օրինակ նույն օրվա ձայնագրությունը երկու տարբեր արձանագրակից արձանագրելը նշելով, որ դա երկու տարբեր օր է տեղի ունեցել, այսինքն ի սկզբանե կասկածի տակ է դրվում նաև այդ արձանագրությունների մի դեպքում կեղծված, մի դեպքում սխալմունքով տարբեր տեսակի արձանագրությունները եւ դրանավոր հերթական անգամ կարևորվում է բարձրացված հարցը, որ այս ապացույցները չեն անցել փորձաքննություն եւ նրանց տարբեր պարամետրեր չեն հաստատվել։ Դե բովանդակության անդրադառնում տեխնիկական մասն է։ Սանիկ թվականի մարտի 5-ին ժամը 15:00-ին Վազգեն Գալստանյան, Իգոր Սարգսյան, Մովսես Շարբացյան։ Իսկ մենք Ֆրանսիայի Իգորի էր։ Նույն օրվա, բայց ուրիշ ժամի։ Բաննա վերջում կասեմ նաև որ քննչական գործողությունների արձանագրություններին ասա վերաբերում, բայց նույն տրամաբանությամբ եմ ասում, ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ։ Այդ արտումով կարծում եմ շփոթություն չի առաջանա։ Գոստովիչ 25 թվականի մարտի 11-ին ժամը 16:00-ից մինչև 16:24-ը այնուհետև դրանից հետո Հայկ Շահնազարյան, Վազգեն Գալստանյան, Արա Ռոստոմյան եւ մի տղամարդ, որին միանում է նաեւ որոնց ներկաներին միանում է Մովսես Շարբացյանը եւ Լիդիա Մանթաշյանը։ Հիմա այս ապացույցը որը մի քիչ ապացույցներից է, որի մեջ օրինակ Լիդիա Մանթաշյանի անունը ինչ-որ կերպ նշվում է, անհասկանալի է, թե ահաբեկչության հանցակազմի ինչ տարա հաստատում, երբ որ մարդիկ քննարկում են գունավոր ծուղ փորձարկելու հանգամանքը։ Օրինակ, արդյոք որևէ կերպ մենք կարող ենք վանել, որ գունավոր ծուղն է մարդկանց սրտերը ահաբեկում։ 25 թվականի մարտի 12-ին ժամը 23:29-ին Գալստանյանի բնակության ասեում Մովսես Շարբացյան, Հրայր Հակոբյան, Իգոր Սարգսյան, Հայկ Շահնազարյան, Տիգրան Թոփալյան։ Ընդամենը ասենք 10 նախադասություն է, տարբեր մտքեր են փոխանակվում, որը անհասկանալի է ընդհանրապես գործի հետ ինչ կապ ունի։ Ժամը 23:45-ին
Վազգեն Գալստանյան, Մովսես Շարբացյան, Հայկ Շահնազարյան, Տիգրան Թոփալյան, Հրայր Հակոբյան, Իգոր Սարգսյան։ Հիմա էլի վերադառնանք նույն հարցադրումներին, ինչ կապ ունի մյուս մասնակիցների հետ դատավարության եւ ինչ կապ ունի ահաբեկչության եւ իշխանության յուրացման հանցակազմի հետ։ Սանիկ թվականի մարտի 16-ին ժամը 14:35-ի խոսակցությունը Գալստանյան, Իգոր Սարգսյան, Մովսես Շարբացյան։ Ինչ կապ ունի այլ մասնակիցների հետ, արդյոք կա որևէ ապացույց գործում, որը մատնանշում է, որ այս խոսակցությանը տեղյակ են եղել մյուս մասնակիցները, որևէ կերպ իրենց հավանությունը տվել են այս խոսակցությանը կամ ինչ որ ձև մասնակից են եղել նշված մտքերի եւ ձևավորմանը եւ ինչ որ ձև պլանավորել են այդպիսի գործողություններ կատարել։ Այս բանի զրկված եմ այդ գործողությունները նկարագրելու հնարավորությունից, որովհետեւ դա կվերածվի ապացույցի հետազոտման, բայց հանրության համար ասեմ, որ ինչ որ թվարկում այս դրա մեջ որևէ ապօրինի գործողություն նկարագրված չի, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, թե մասնակիցները ինչ կապ ունեն դրա հետ։ Ու նաև նշում, որ կոնկրետ այս ապացույցի մասով, որ ասում ապօրինի գործողություն նկարագրված չի նշանակում, որ նախորդներում էր նկարագրված, ուղղակի յուրաքանչյուր ապացույց այդ խնդիրն ունի, առհասական անհասկանալի է, ինչի ենք մենք այս հարցապնդումները կատարում, այլ գործերով, էլի նաև լուսաբանվող գործերով շատ հաճախ փաստաբանները նման դիրքորոշումներով հանդես չեն գալիս, որտեղ փաստաբաններին էլ մեծ հաշվով հասկանալի է լինում, թե այս կամ այն ապացույցը ներկայացնելով մեղադրանքի կողմը ինչ հանգամանք է ուզում հաստատվի։ Մեզ անկեղծորեն հասկանալի չի, թե այս ապացույցները ինչ հանգամանք են հաստատում, դրա համար ուզում ենք, որ հանրային մեղադրողները կոնկրետ մատնանշումներ կատարեն։ Այսքանը վերաբերվում էր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներին, պատվարժանադատարան, եթե արձագանք կլինի, ես մի քիչ շունչ կքաշեմ նաև, որ կապը չկտրենք անցնեմ հաջորդ ապացույցներին։ Մեղադրողները ցանկանում են արձագանքել։